40 տարեկան կինը այսօր մի ասեղի միջոցով 20 տարեկանի տեսք է ստանում։ Ու ինքը սկսում է մտածել 20 տարեկանի պես, ինքը սկսում է երազել 20 տարեկանի պես, ու սա շատ մեծ խնդիր է բերում լիքը ընտանիքներում, կռիվներ, վեճեր, բաժանումներ։ Որովհետև այդ 40 տարեկան կինը, որ ինքը արդեն 20 տարեկանին իրան թվում է թե ինքը 20 տարեկան է, ինքը մտածում է, որ ինքը ավելի լավին է արժանի, քան թե իր ամուսինը։ Դե որտեվ արդեն ամուսինն էլ հոճի գնացել, տես բոտաքս արել, տենց տեսք ստացել, չէ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ, որ այս մասին մտածենք։ Ինձ պատմում են մարդկանց մասին, ովքեր նույնիսկ եկեղեցի են գնում, պատարագի են գնում, բայց ընկած են սենց ստից, փուչ ու սին բաների հետևից։ Երիտասարդանալ, ավելի ցանկալի Երևան, մի երկու սելֆի ավելի անել, գցել Facebook-ի մեջ, մարդիկ էլ ասեն տոնածառի պես, այս ինչ լավն է, այս ինչ լավն է, այս մարդն էլ հրճվի դրանից։ Սիրելի երիտասարդ կամ տարիք առած մարդիկ, ուզում եմ դուք իմանաք, որ տարիք առնելը եւ մազերը սպիտակելը դա շնորհալի բան է։ Տարիք առնելը վախենալու բան չի։ Ես հիշում եմ, երբ որ երեխա էի, այնքան էի լսել մեծերից, որ ասում էին, ախ, ջահելությունը սանցավ, բան չհասկացա, ջահելությունը սանցավ է։ Ջահելությունը տանցել է, տարիք դա եկել, զերություն դա եկել, սպիտակ մազեր է եկել, իմաստություն է եկել, շնորհ է եկել ավելի շատ։ Ինչի դու դրա մասին չես մտածում։ Այլ դու միշտ ուզում ես երիտասարդ լինել։ Մահը, ծերանալը անխուսափելի բաներ են։ Մենք դրա միջով պետք է անցնենք անպայման։ Աստվածաշնչում երկու մարդիկ կային, որոնք առանց մահ տեսնելու երկինք տեղափոխվեցին։ Եվ աշխարհի վերջում այդ երկու մարդիկ էլ նորից հետ են գալու եւ պետք է մահվան միջով անցնեն, որովհետեւ մենք մահվան միջով պետք է անցնենք, որ այս մեր ապականված, ծերացող, վախեցող, քրտնող, նեղող, թառամող մարմինը, կնճիռներ առաջացնող մարմինը գնա եւ նոր մարմին գա հարության ժամանակ։ Դրա համար ուզում եմ իմանալ, սիրելի մարդիկ, սիրելի քրիստոնյաներ, ախր գոնե դուք պիտի այս բաներ չանեք, որ տարիք առնելը Աստծո կողմից տրված շնորհալի բան է։ Այլ ոնց ասենք, երիտասարդը փոքր երեխան իր շնորհքն ունի, դեռահասը երիտասարդ իր շնորհքն ունի, սովորում են, ամուսնանում են, աշխատում են, ստեղծագործում են։ 50-60 տարեկան մարդը իր շնորհքն ունի, արդեն տատիկ-պապիկներ են դառնում, թորնիկներ են մեծացնում, խրատ են տալիս իրենց կյանքի փորձից։ Ամեն տարիք իր շնորհքն ունի։ Խնդրում եմ, մի եկեք այդտեն զիզի-բիզի բաների, սին բաների հետևից։ Փորձել միշտ երիտասարդ մնալ, դա նշանակում է պայքարել մի այնպիսի բանի դեմ, որին դու գիտես, որ դու չես կարող հաղթես։ Տարիքը պիտի գա, կնճիռները պիտի գան, թե չգիտես, ինչ դու 40 տարեկանում ուզում ես մի ասեղի միջոցով 20 տարեկանի տեսք ունենաս, հետո երբ որ դու դառնաս 50-60 տարեկան, ամեն ինչ ուռելի է դեմքիդ վրա, ոնց որ տեսել եք այդ ամսագրերի շապիկներին, որ դնում են, արդեն այդ հայտնի մարդիկ, ովքեր գնացել են, տենց են արել, ինչպիսի վախենալու տեսք ունեն իրանք։ Ուզեցա այս մասին խոսել եւ այս մասին իրազեկել, որպեսզի մենք հասկանանք, որ սրանք սին բաներ են, ժողովուրդ ջան։ Սիրեք ձեր ամուսիններին, սիրեք ձեր կանանց, տեր կանգնեք։ Այ միջալոց լսել եմ, որ տղամարդիկ են այս բաներ անում, ամոթա տվեք։ Տղամարդկություն չի էլի գնալ ինչ-որ երկու ասեղ սրսկվել ավելի շատ, որ ավելի երիտասարդ լինել։ Դուք պայքարում եք մի բանի դեմ, որին չեք կարող հաղթել, դուք դա գիտեք։ Դրա փոխարեն Տեր Հիսուսին դարձեք, Աստծուն հնազանդվեք, Աստծո հետ բարեկամացեք, հաշտվեք Աստծո հետ ու գնացեք այն լույսի միջոցով, որ մեր Փրկիչ Քրիստոսը բերում է, ում փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն ու եթե զայնագրությունը ձեզ օգտակար եղավ, մտածում եք ուրիշ երիտասարդ կամ տարիքով ընտանիքներին օգտակար կլինի, խնդրում եմ ժողովուրդ ջան, դուք էլ կիսեք ձեր էջերի հետ, օգնեք տարածել, որպեսզի սենց բաների պատճառով գոնե կռիվները, վեճերը, բաժանումները դադարեն, քչանան մեր ընտանիքներից եւ մենք ունենանք ամուր ընտանիքներ մեր շուրջը, մեր ազգի մեջ եւ ժողովուրդն այս բաներից հրաժարվելով ավելի իմաստուն բաներով զբաղվի, ավելի իմաստալից բաներով զբաղվի։ Լավ եղեք ու բարի օր ու խաղաղություն բոլորիս։